Փույսերու կորձարանները։ Փույսերը աբրող մարմիններ են և գաջին հողին մեջ։ Փույսերու կորձարաններն են արմադը, որ հողին մեջ մտած մասն է, ցողունը, որ հողեն բարձրացած մասն է, և դերևները, որոնք ծառի շնչառության կորձարաններն են։ Փույսերը կապրին իրենց կորձարաններու միջոցով։ Ծողունին միջոցով սնունդը արմադեն կհասնի փույսերու մնացած մասերուն։ Կան ծողուններու տարբեր տեսակներ։ Վեր բարձրացող ծողուններ, օրինակ վարտի ծողունները։ Կան գետնի վրա տարածվող ծողուններ, օրինակ ելագի ծողունները։ Կան նաև փաթթվող կամ մաքլցող ծողուններ, օրինակ որդադունգի ծողունները։ Փույսերը շնչելով տերևներու միջոցով թթվածին կուտան։ Անոր համար ալ փույսերը շատ կարևոր են մարդոց և կենդանիներու համար, որովհետև կապահովեն մեր թթվածինն ու սնունդը։ Ծառերուն ծողունը կկոչվի փուն, որ կլա կարծր և հաստ։ Շատ մը ծառերու փունը կօգտագործվի իբրև վարելիք փայտ։ Որոշ ծառերու փայտերեն նաև գահույք կպատրաստվի։ Ծաղիկները սկիզբ կառնեն սերմերեն, որոնք հողեն ու ջուրեն սնունդ ստանալով կվերածվին ձիլերու, ապա աճելով կունենան ծողուն և դերև։ Ծաղիկը փույսին վրա ամրացված է ծաղկակալով։ Ծաղիկին գլխավոր մասը բսակն է, որ կազմված է բազմաթիվ թերթիկներ է, որոնք երբեմն փուրավետ են։ Բսակին գույներն ու փուրմունքն են, որոնք կգրավեն մեղուները, թիթեռնիկներն ու այլ միջատներ։ Անոր շնորհիվ է, որ կկատարվի փոշոտումը միջատներու և քամիի միջոցով։ Բսակին տակ կգտնվի բաժակը, սովորաբար կանաչ գույնով, որ կձևավորե ծաղիկի արտաքին մասը։ Մինչև ծաղիկին բացվիլը բաժակը կպաշտպանե զայն ցուրտեն ու միջատներեն։ Բսակին կեդրոնը կանգլոր գլխիկով փարակ թելեր, որոնք կկոչվին առէջներ։ Առէջներուն վերին մասի վրա կարտադրվի փոշին, որ անհրաժեշտ է ծաղիկի բեղմնավորման համար։